CBC-FM-ի նորությունների թողարկումն է, խոսափող է Մոդեն, Աթիրա Իսրաֆիլը և Սաբինա Բայրամը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։ Հարգելի պարոն նախագահ, սիրելի եղբայր, մենք խորապես ցնցված ենք Գանջայից օդ բարձրացած Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային օդանավի Վրաստանի տարածքում կործանման հետևանքով զինծառայողների մահվան լուրից։ Այս դժվարին պահին կիսելով ձեր վիշտը Ադրբեջանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, զոհվածների ընտանիքներին եւ մերձավորներին, ինչպես նաեւ Թուրքիայի եղբայրական ժողովրդին։ Թող Ալլահը լուսավորի նրանց հոգիները, ասվում է նամակում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին տեղեկատվությունը զետեղված է Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքում։ Իլհամ Ալիևը խորին ցավակցություն է հայտնել Ռեջեփ Թայիփ Էրդողանին, զոհված զինծառայողների ընտանիքներին եւ մերձավորներին, ինչպես նաեւ եղբայրական թուրք ժողովրդին։ Վրաստանի տարածքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային օդանավի կործանման կապակցությամբ Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին հեռախոսազրույցի եւ ցավակցության համար։ Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի համապատասխան գերատեսչությունները կապի մեջ են վթարի հետ կապված։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդանավի կործանման կապակցությամբ։ Նախարարության X սոցիալական ցանցի էջում զետեղված գրառման մեջ ասվում է. Վրաստանում Ադրբեջանից մեկնող եղբայրական Թուրքիային պատկանող J130 ռազմատրանսպորտային օդանավի կործանման լուրը խորապես ցնցեց մեզ։ Այս ծանր կորստի կապակցությամբ մենք մեր անկեղծ ցավակցություն ենք հայտնում Թուրքիայի զինված ուժերին, զոհվածների ընտանիքներին եւ ողջ եղբայրական թուրք ժողովրդին։ Ադրբեջանը միշտ կանգնած է եղբայրական Թուրքիայի կողքին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ վարչապետ Ալի Ասադովը կապ է հաստատել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբաքիձեի հետ։ Վրաստանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարի կապակցությամբ։ Ալի Ասադովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ աջակցություն վթարի հետևանքները վերացնելու, որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար, ինչպես նաև դեպքի վայր ուղարկել Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան անձնակազմը եւ այլ անհրաժեշտ աջակցության միջոցառումներ ձեռնարկել։ Վրացական կողմը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, նշելով, որ վրացական համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայումս աշխատում են դեպքի վայրում։ Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ վթարային զարգացման եւ տրանսպորտի նախարարությունը կապի մեջ են իրենց վրացի գործընկերների հետ։ Կողմերը համաձայնել են շարունակել շփումները տեղի ունեցած ողբերգության հետ կապված։ Նոյեմբերի 12-ին Ադրբեջանում նշվում է Սահմանադրության օրը։ Անկախ Ադրբեջանի առաջին սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 12-ին։ Անկախ Ադրբեջանի առաջին սահմանադրության ընդունման հարցում մեծ վաստակ ունի համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, իսկ փաստաթղթի նախագիծը դրվել է համաժողովրդական քննարկման։ 1995 թվականին սահմանադրության հաստատումից հետո ամեն տարի նոյեմբերի 12-ն Ադրբեջանում նշվում է որպես սահմանադրության օր։ Այս տարի սահմանադրության օրը 5-րդ անգամ նշվում է Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված հողերում։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը X սոցիալական ցանցում գրառում է կատարել նոյեմբերի 12-ի սահմանադրության օրվա կապակցությամբ։ Գրառման մեջ ասվում է. Սահմանադրությունը մեր անկախության, ինքնիշխանության եւ ազգային միասնության խորհրդանիշն է։ Սրտանց շնորհավորում ենք Ադրբեջանի ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ եւ մաղթում նրանց հավատարիմ մնալ մեր պետականությանը եւ ազատությանը։ Շնորհավոր սահմանադրության եւ ինքնիշխանության տարի։ Ուժերի եւ պետությունների մեքենայությունները, որոնք ձգտում են խախտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ինքնիշխան իրավունքները, սպառնալ մեր երկրներին կամ խոչընդոտներ ստեղծել երկու եղբայրական պետությունների պատմական եւ քաղաքական նվաճումների համար, դատապարտված են ձախողման։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլետ Բախչելին, ելույթ ունենալով Անկարայում ԱՇԿ խորհրդարանական խմբակցության նիստում։ Նա ընդգծել է, որ Անկարայի եւ Բաքվի կապերը ամուր եւ անսասան են, իսկ նրանց համագործակցությունը մեկ ազգ երկու պետություն սկզբունքի արտացոլումն է։ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ազգային, պատմական, մշակութային եւ ռազմավարական գործընկերությունը մտահոգություն է առաջացնում որոշ շրջանակների մոտ։ Մենք տեսնում ենք սա եւ գիտակցում ենք, թե ով է կանգնած նման նախաձեռնությունների հետևում, հայտարարել է Բախչելին, ընդգծելով, որ Անկարայի եւ Բաքվի միջև բարեկամական հարաբերություններում սեպ խրելու փորձերը ցանկալի արդյունքներ չեն բերի երկու երկրների հակառակորդներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում սպասվում է փոփոխական անպամատություն, հիմնականում առանց ստեղումների եղանակ։ Քամին հյուսիս-արևմտյան, օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 11-14, ցերեկը 17-20 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է հիմնականում առանց ստեղումների եղանակ, առանձին շրջաններում կդիտվի մառախուղ, օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 8-12, ցերեկը 17-21 աստիճան տաքություն, լեռներում գիշերը 3-7, ցերեկը 8-11 աստիճան տաքություն։ 102.7 FM